Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկվճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 731,547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 36,128-ով կամ 4,8%-ով։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում։ Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտան ապահովել կայուն եւ վստահելի բիզնես միջավայր։ ՊԵԿ-ը հորդորում է հարկվճարողներին դրսևորել հարկային կարգապահություն եւ զերծ մնալ հարկային օրենսդրության պահանջները խախտելուց։ Միաժամանակ կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 559 դեպք եւ շուրջ 270,3 միլիոն դրամի չափով տուգանք։ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 386,741 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 11,3%-ով պակաս է։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեից։ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների կազմում ամենամեծ տեսակարար կշիռը ռուսաստանցիներինն է։ Այս տարվա հունվար-մարտին Ռուսաստանի 144,072 քաղաքացի է եկել Հայաստան որպես զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս թիվը կրճատվել է 21,8%-ով։ ՌԴ քաղաքացի զբոսաշրջիկների տեսակարար կշիռը Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվում 37,3% է։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են, որոնք ապրում են արտերկրում, բայց ունեն Հայաստանի քաղաքացիություն։ 2025 թվականի առաջին եռամսյակում նրանց թիվը կազմել է 76,861, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 1,8%-ով։ Երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են, ժամանել է 59,624 վրաստանցի, անկումը 3,6%։